բոլոր վարորդները, մարզերի վարորդներ, լսում եք, ձեր մոտ ստորագրահավաք արեք, հասկանում եմ, հեռույա, չեք կարում կամ ձեր մոտ ստորագրահավաք արեք, ձեզանից մի հոգու խնդրեք, թող բերի այժմ ստե թուղթը։ Երկու օր ստորագրահավաք ենք անելու։ Երկու օրվա մեջ բոլորը ստորագրահավաքը գրում եք անուն, ազգանուն, ստորագրություն հեռախոսի համար։ Միայն վարորդները, լսում եք, միայն վարորդները, օնլայն տաքսու վարորդները, ով որ դեմ են, թող ստորագրահավաքը հավաքեն ու ինչ-որ ընկերոջ միջոցով ուղարկեն Երևան, եթե դժվարանում են գալը։ Այդքանը, շնորհակալություն։ Ամենակարևոր մի հատ ամենակարևոր Մենք եթե մեր պահանջը չբավարարվի, մենք բոլոր վարորդներով Կիրակի օրը մենք լսել եք Եվի, տեղյակ եք, Կիրակի օրը հրապարակը մենք մեր պահանջը ներկայացնել ենք, բայց դա թեթև պահանջ էր։ Ոչ խախտել ենք, ոչ ճամփա ենք փակել, ոչ մի բան։ Դանդաղ գնացել ենք ու սաղ, даже туристներ ասում էին, это свадьба, что ли? Ասում եմ, нет, это не свадьба, это бунты։ Բրա, Яндекс։ Մի խոսքով, մենք Կիրակի օրը մեր պահանջը ցույց ենք տվել, դրանից բետարա լինելու։ Եթե մեր պահանջը չարիք, դրանից բետարա լինելու։ Տեսեք, մենք Կիրակի օրն ենք արել, ոչ աշխատանքային օր այլ է։ Բայց պատկերացնում եք հիմա 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը 500 ավտոմեքենա դանդաղ գնա քաղաքով դեպի հրապարակ։ Պատկերացնում եք քաղաքի վիճակը ինչ է լինելու։ Խորհուրդ եմ տալիս բոլորին, Էստեք կազմակերպություն բան չկա, բոլորը թելեք, եթե հայ վարորդի մասին մտածում եք, հայ ժողովուրդի վարորդի մասին մտածում եք, միասնական հելեք, այս հարցին լուծում տվեք, միասնական, եթե կարա։